Ես Արմեն Մարկոյանն եմ, Hybice-ի հիմնադիր տնօրենը, ապրելով 30 տարի Գերմանիայում, փորձ եմ ձեռք բերել բազմաթիվ բիզնեսների մեջ, ակտիվ լինելով Հայաստանի շուկայում, որոշեցի իմ մտքերը իրականացնեմ, իմ կարողությունը բերեմ շուկա եւ միտքը ծագեց մեր Hybice ընկերությունը։ Ողջույն Հայկ, բարի օր, որպես խորհրդատու եւ շուկային ծանոթ այս ոլորտի մեջ, խնդրեցի Հայկին, որ ինքը աջակցի եւ կազմենք մեր ընդհանուր ծրագիրը։ Բարև Արմեն ջան, բարև բոլորին։ Ես Հայկն եմ, եղել եմ Հայաստանում on-line գնումների ոլորտի զարգացման ակունքներում։ Ու 20 թվականին ոնց որ Արմեն եկար ասիր, որ միտք ունես հետաքրքիր զարգացնելու ել ավելի on-line գնումների մշակույթը, մարդկանց տրամադրելով փաստացի բացառիկ բան հայկական շուկայի համար քեշբեքը։ Դա կարամ շեշտեմ որպես առաջին միանգամից տպավորող երևույթը, որ այս հենց այն պակասող կոմպոնենտներից է, որովհետև այն ժամանակ փաստացի մարդիկ գնում էին ապրանքներ արտասահմանից, վճարում էին առաքման համար եւ որևէ ինչ-որ քեշբեքային առավելություն չկար, ինչը որ ես արդեն շատ լավ տեղյակ եի, որ շատ շուկաներում եվրոպական, ամերիկյան հատկապես գործում էր բազմաթիվ քեշբեքային համակարգեր։ Հիմա ամենակարևորը ինչն է դրա լավը, որ հենց երկուշաբթի օրը ծանոթ եմ ստացել, որը 10,000 դրամ առաքման գումարներ կազմում, որը ամբողջությամբ վճարել եմ իմ կուտակած քեշբեքներով։ Այս 3 տարիների ընթացքում բարձի տակ դրած պահած քեշբեքներս էին, դրանով վճարել եմ գումարը։ Այսինքն ըստ էության դու ցանկացած գնում, որը որ կատարում ես Hybice-ի միջոցով, դրանից 5% կարողանում ես խնայել ու օգտագործել ստանալով զեղչ առաքման արժեքից, լինի ամբողջ ծավալով, թե լինի մասնակի, դա արդեն ոնց բախտը կբացվի մարդկանց։ Դա կշեշտեմ որպես առաջի ամենամեծ առավելությունը, որը հետաքրքրեց ու հենց դրա շուրջ սկսեցինք կառուցել Hybice-ի գաղափարը։ Ոնց որ ասում են մի հատ հայտարարություն անեմ, ես համահիմնադիր չեմ, ես ուղղակի մտքի աջակից եմ, որը միշտ ուզում էր նմանատիպ գաղափարը իր կատարածվեր։ Շատ հավես էր Հայկ ջան, հենց սկզբից քո հետ մտքերը կիսել ու կազմել ընդհանուր, նամանավանդ որ մի միտք է ծակում ու կիսում ես մեկի հետ ու ինքը ողջունում է, այդտեղից էմոցիաներ է գալի, հաստատվում ես, որ դու ինչ-որ մի որոշ քո մտքերը ճիշտ ուղղության վրա են, նամանավանդ մի մարդը, որ այդ ոլորտից է ու իրանք ոնց որ ասենց ասած ձևավորում են Հայաստանում այդ գնման ֆորմատը, ասենց ասած, ու դա նաև շունչ տվեց իմ մտքերին ու շատ սիրուն ձևի կարողացանք կազմենք։ Զրոյից սկսած մեր ծրագիրը, միջև ծրագիրը ավարտելը եւ դու դարձար մեր առաջի հաճախորդը։ Ամենաառաջի ծանոթը ինն է։ Հա։ Ինչ առանձնահատուկ առավելություն ես դու դիտարկում կամ տեսնում մեր շարունակական ծառայությունների մեջ։ 3 հիմնական առավելություն կա իմ համար, բայց համոզված եմ դրանց ցանկը ավելի մեծ է։ Առաջինը, ոնց շեշտեցի, դա քեշբեքն է։ Երկրորդ առավելությունը առաքման արագությունն է, որը բացառիկ է կարելի ասել։ Ոլորտում շատ երկար եմ եղել, առնչվել, հետևել, տեսել եւ այլն, ու փաստացի 2 օրյա առաքումը դա բացառիկ երևույթ է Գերմանիայից Հայաստան։ Ես այսօր օրինակի համար ասեմ, որ ID card պետք է ուղարկեի Դուբայ, որը DHL-ով FedEx-ով արժենում էր մոտավորապես 40-50 հազար դրամ, մինչդեռ իմ գնաց կոշիկները 1.5 կիլոգրամանոց հասել են շաբաթ օրը Գերմանիայի պահեստ, 2 շաբթի օրը եղել են արդեն սրահում։ Նորմալ մի աշխատանքային օրը չի կազմել։ Դա գեր արագ առաքումն է, իհարկե չեմ պնդում, որ բոլոր առաքումներն են լինում հենց 1 օրում, դա 1-ից 5 աշխատանքային է, շատ լավ գիտեմ, բայց այն դեպքերը հաշվի առնելով, որ ծանոթը հասնում է պահեստ թռիչքի օրերին, դա փաստացի 1-ից 2 աշխատանքային օր է ստացվում։ Հայկ ջան, իրականում ես իմ վրա դա զգացի անցած շաբաթ, 5 շաբթի օրով աշխատակիցներից մեկին խնդրեցի, որ 2 հատ ստիկեր պատվիրի, 2 շաբթի օրը սեղանից վրա դրեցին, ասին Արմեն ջան, պատվերը հասել է տեղ։ Ես էլ արդեն մոռացել էի, ասի որ պատվերը, ասում եմ դա 5 որ ստիկեր, ասի, բայց դա 5 շաբթի օրն էր, չէ՞, ոնց որ։ Ասեց, հա, դա հեսա։ Սենց իրականում ես իմ վրա զգացի, ասի, վաու, ես ինչ ուժեղ բան ենք անում։ Շատ հետաքրքիր դրական զգացողություն էր իմ համար։ Նենց ես ուրախացա, ոնց որ մի հատ հավեսին լավ նվեր էի ստացել, որին երկար էի սպասել կամ ինչ որ այդ այնց զգացողություն ստացա, ապրեցի։ Ցանկացած գնորդ, ով on-line գնում է անում, ինչքան էլ փորձառու ուզում է լինի, բայց այդ պահը, երբ որ իր ապրանքը մեկ տեսնում է, որ հասա դրսի պահեստ, մեկ էլ որ ստանում է ծանոթությունը, որ ոստեղ է հասել, այդ հաճելի պահ է, որ ասենց
մանավանդ առավոտյան երբ որ արթնանում ես ու առավոտն է լինում այդ ծանոթությունը, այլ առավել հաճելի է կամ օրվա ավարտ ասում։ Ջղային օրս ունեցեմ, եկե վերջում լավ կողմը ծանոթս հասա։ Այ ուրիշ ինչն էլ կասեի, որ գներին փոխարեն ծառայության մասին, դա ոնց որ երրորդ կետն է իմ համար ամենակարևորներից։ Եթե շուկայում գործող տարբերակների մեջ նայենք, գներին փոխարեն ծառայությունը հանդիսանում է վճարովի ծառայություն, որը լուծում է մի շարք հարցեր։ Այսինքն անհարմարությունը կամ չես կարող գնել տվյալ խանութից վստահությունը նաև վստահության ֆակտորն է, այո, ու դա վճարովի ծառայությունը հանդիսանում։ Հայբայզի ամենահավես կետերից մեկը նա է հանդիսանում, որ սա լրացուցիչ ծառայություն չի։ Սա ուղղակի process-ի մի մաս է հանդիսանում, ոչ պարտադիր, բայց կամավոր սկզբունքներով, ու դա վճարովի չի, այսինքն հաճախորդը փաստացի երբ որ օգտվում է գներին փոխարեն ֆունկցիայից, հենց այդտեղից է ձևավորվում քեշբեքի արժեքը։ Այսինքն ամեն գներին փոխարենը մեկ ազատվում ես գլխացավանքից, որ չես ընկնում գերանցվես խանութներում, երկրորդը ազատվում ես այդ ռիսկից, որ գուցե չես վստահում տվյալ խանութին։ Կորուստի ֆակտորն է, երրորդը, կորուստն է, չորրորդը լեզվի բարերն են, վնասվում է, դու ամեն ինչ ստանում ես մեկ ձեռքից փաստացի։ Այո, երևի դրանում էլ հենց գաղտնիքն է, որ այտենց արագ առաքումները կազմակերպվում են։ Գաղտնիքը հանդիսանում է նաև այն դաշտում, որ բոլոր process-ները գրանցումից մինչև մաքսային արտահանման process-ները տեղի անենում թռնելուց 4 ժամ առաջ ու դա իրագործվում է in-house sense ասած եւ դա բնականաբար արագություն է տալի պատկերացրու դու կարաս ամբողջ Գերմանիայի շուկայի on-line շուկայի սեգմենտի միլիոնավոր պրոդուկտներ մեկից 5 օրում հասանելի ուղակի 15 թվականից ես սկսեցի առաջի գնումներս on-line անել ինտենսիվ ձև էլի որ eBay-ով, AliExpress-ով հատիկներից չէ որ այն ժամանակ հնարավոր էր բերել Հայաստան, այլ որ բացվեց այս on-line գնումների մշակույթը։ Հիմնականում ես գնում էի Ամերիկայից, մեկ Անգլիայից։ Ու իմ նման տասնյակ հազարավոր մարդիկ։ Ու Եվրոմիության շուկան մի տեսակ փակված էր։ Մարդկանց էր անծանոթ մեկ, երկրորդը հենց եվրոպական խանութները իրանք արգելքներ էին ստեղծում, խոչընդոտներ էին ստեղծում, անգամ ասեմ լեզվական բարեր կար, որովհետև բազմաթիվ խանութներ ուղղակի այն ժամանակ անգլերեն չունեին իրենց կայքերում, ես Google Translate-ն էլ միշտ չի որ աշխատում էր էֆեկտիվ ձևով։ Հիմա գործում է multi-language։ Փաստացի իմ աստեղ այդ նույն այդ գնին փոխարինի միջոցով հնարավոր է այդ խնդիրը շրջանցել ուղղակի։ Հետո շատ ինձ ուրախացրեց իրականում վերջերս որ դրել եք ապառիկի ֆունկցիան, բայց ինձ մանրամասներ չգիտեմ, այս մասով երևի դու ասես ավելի շատ։ Դու կարող ես քո ցանկացած ընտրած ապրանքը, որը գտնվում է սահմաններից դուրս, ID բանկի հետ համագործակցելով, մենք կարող ենք գնիր իմ փոխարենի մեջ ներգրավենք գնիր հիմա, վճարիր հետո հնարավորությունը։ Կարող ես դու ապրանքը ստանալուց հետո վճարես, եթե դու չես վստահում, կամ եթե դու ստանում ես, վստահում ես, բայց ուզում ես մի ամիս ուշ վճարես կամ դա բաշխես մի քանի ամսվա մեջ, այդ հնարավորությունն էլ է տալի։ Այսինքն ոնց որ մեր ճկունությունը ցուցաբերում ենք առաքման արագության մեջ, տենց էլ շարունակում ենք հնարավորությունների շարքը։ Ընկերների շրջապատի սանոթներից որ մեկը հարցնում է գնման հետ կապված Գերմանիայից ինչ-որ բան որ ուզում առնի, այս օրինակն եմ բերում, որ ասում եմ, նայեք, փաստացի հերիք չի կարաս ապառիկով առնես, մի հատ էլ առնում ես ապրանքը այն գնով, որը որ Շուլցն է առնում Գերմանիայում, սենց ասած։ Կամ Միշայելը։ Հա, դու այդ գնից էժան ես փաստացի առնում։ Տվյալ դեպքում, երբ որ գներին փոխարինի միջոցով գնորդը առնում է նույն ապրանքը, ինքը 5% էլ ստանում է այդ քեշբեքը, դառնում է ավելի էժան, քան գերմանացին է վճարում։ Իրականում բացառիկ երևույթ է, որը գուցե մի քիչ թերագնահատված է, բայց հատկապես թանկարժեք ապրանքների պարագայում էական ազդեցություն է թողնում գնման process-ի վրա։ Պլյուս ինչն է դուրս շատ գալիս, որ կա ընտրության հնարավորություն ցամաքային առաքման թե օդային առաքման միջև, որտեղ Գերմանիան բոլորս գիտենք շատ հայտնի է տարբեր գործիքներով, շինարարական ավտոմեքենայի հետ կապված մասերով, իսկ դրանք բավականին ծանր քաշ ունեցող ապրանքներ են, բայց միաժամանակ լավ կոմերն է, որ թանկարժեք ապրանքներ են, հետեւաբար թանկարժեք ապրանքը կարաս առնես ու այդ 5%-ը ստանաս, պլյուս կարաս ընտրես ցամաքային տարբերակը, որը որ ամենամաչելին է, եթե չեմ սխալվում, կարող է սխալվեմ, բայց բավական մաչելի արժեք է։ Մաչելի, այսինքն իր ծավալը, եթե դու ծավալը հաշվում ես քառակուսու իր ընդհանուր արժեքի մեջ,
ինքը բավականին թանկ է գալի եւ մենք անվանում ենք իրան unlimited, bez limit-նի, որ մարդ արխեն ընկնի, որ նման բարձր առաքման արժեքների չի բախվի։ Ոնց որ այն օրը ասեցի, որ տանը որոշակի վերանորոգման աշխատանքներ եմ կատարում, նույնիսկ միտք կա, Ջորջ ջան ձեզ էլ ասեմ, միտք կա որոշ ապրանքները պարկետի հայերեն ոնց է չգիտեմ, պարկետի հետ կապված օրինակ, պարկետը գնել Գերմանիայից բերել Հայաստան, ասենք այնտեղ պարկետի արժեքը մոտավորապես 25-ից 35 եվրո է ստացվում, այդ առաքման տարբերակով ինքը ավելի էժան է ստացվում, քան Հայաստանից առնելը օրինակ։ Իրականության մենք շատ խոսացինք Գերմանիայի մասին, այո, քանի որ Գերմանիան է մեզ այդ հնարավորությունը տալի 1-ից 5 օրում սպասարկել այդ գնումները, ձեռբերումները։ Լրացուցիչ կարամ նաև ավելի ստատիստիկայից խոսամ, որ մենք սպասարկում ենք Իսպանիա, Անգլիա, Պոլշա եւ Գերմանիա, բայց որ մենք sense նայում ենք որպես ապրանքների արժեք, ամենաթանկարժեք ապրանքները մենք տեսնում ենք, որ ձեռք են բերում Գերմանիայից։ Դե ամենաթանկ երկիրն էլ է մեջներից Գերմանիա։ Չէ, ասի, գերմաներեն մի հատ խոսք կա, Konkurrenz belebt das Geschäft։ Այսինքն կոնկուրենցիան կյանք է տալի գործունեությանը ու բերումա առողջ մրցակցային միջավայր։ Այո։ Ու այդտեղ նաև կարամ ես ասեմ, որ ինքը որակավոր ապրանքի ձեռքբերման լավ երկիր է, միանշանակ թե շինարարության մեջ կլինի, թե գործիքների, ավտոմեքենաների, չասած առաջնատարը, որ ես այնտեղից նաև շատ քանակի առնում եմ արշավական պարագաներ, բազմաթիվ խանութներ կան Գերմանիայում ու շատ որակյալ ապրանքներ կան, սկսած կոշիկներից, ավարտած վրաններով, պարագաներով եւ այլն տարբեր։ Եթե մենք հիմա ասենց շեշտ դնենք որակի վրա, Եվրոպայի որակը իրանք շատ խիստ են դատում որակ ստանալու համար։ Դա կլինի թե սնունդը, կլինի թե հագուստեղենը, տեքստիլային պրոդուկտը։ Կներես ընդհատեմ, վերջերս կարդում էի, որ Ամերիկայում տարբեր ստանդարտներով, թե սննդային, թե հագուստի, թե եւ այլն, իրանց մոտ ստանդարտը հետեւյալ կերպ է գործում։ Կարելի է անել են, ինչը դեռ արգելված չի։ Այսինքն, եթե ինչ-որ մեկը նոր քիմիական տարա մոգոնել, որը որ մարդկանց իրականում վնաս է, քանի դեռ չի ապացուցվել, որ վնաս է, դա կարաս անես։ Ու դա ցավոք սրտի դեղիում կա, իսկ Եվրոպայում հակառակն է։ Կարելի է անել են, ինչը թույլատրված է ստանդարտով։ Այո, շատ ճիշտ ես դու ասում, դա հենց օրենքն էլ է իրանց մոտ մի քիչ հակառակ։ Եթե քեզ մեղադրում են, դու պետք է ապացուցես, որ դու մեղավոր չես։ Տենց էլ էկոնոմիկայի մեջ է գործում, sense ասած։ Հերթական օրենքները, կարամ ասեմ, օրինակ տեքստիլային շորերի մեջ արդեն պարտավորում են արտադրողներին, բրենդերին, որ իրանք ներմուծման ժամանակ, որ պետքա սերտիֆիկացնեն, թե այս թելը որտեղից է եկե, այս կտորը թե կոճակը, չէ, ձեր մոտ բյուրոկրատիա, մենք որ բյուրոկրատիան այո անվերջ է, ու միգուցե իրան գիտեն ինչ են անում, որ մենք կարողանանք կարևորը մենք առնում ենք արդեն այդ սա հարցերը լուծած այո, մենք կարող ենք շատ ճիշտ ասեցիր ու ընդհանուր քանի որ մեր ծառայություններն ենք բավականին բյուջետային ֆորմատով հաշվարկել, մրցակիցներից մինչև 40% ավելի մաչելի ու այդ 40% դու կարաս քո ապրանքի վրա հաշվես ու ստանաս ոչ թե օդին, ջրին, տրանսպորտին ոնց որ այդ գումարը գնա, այլ դու ձեռք բերես ավելի որակավոր ապրանք, դրա համար մենք ամեն անգամ, եթե մի նկար ենք հղում social media-ով, որ նայեք ստեղ ինչ որ լավ ապրանք կա, միշտ շեշտում ենք German quality կամ եվրոպական որակ։ Նաև մենք ենք մեզ լավ զգում ստեղից, որ մենք բացի արագ առաքումից կամ այդ cashback կամ գնիր իմ փոխարեն կամ լավ բան է վճարիր գնիր հիմա վճարիր հետո նաև որ դու իրոք լավ ապրանք ես բերում այո ու շատ անգամ նաև ես էլ ինքս ուրախանում որ հաճախորդը դուրս է գալի իր ժպիտով ոնց որ sense սիրտդ հովանում է պարզ ասած լավ բան է ծանոթ զգացողությունը հերթական ծառայություն ենք մատուցում մոտ արդեն 2 ամիս է հաճախորդին տալիս ենք հնարավորություն բոլոր եվրոպական պետություններից, քաղաքներից, նաև գյուղերից, որտեղ որ կան պետական պոչտա, կարող ես ուղղակի մի հատ QR կոդով հանձնես քո ծանրոցը։ Դա ոչ on-line գնումների համար է, այլ անհատական parcel-ներ, այսինքն եթե դու մոտդ ինչ-որ ավել բան ունենաս ճանապարհորդման մեջ ես, կարաս ուղղակի գեներացնես մի հատ QR կոդ, սկանավորես եւ հանձնես
բոլոր մոտ 30 շատ լավ միտք է։ 30,000 կետ ամբողջ Եվրոպայում, թե կլինես դու Պորտուգալիայում կլինես, թե կլինես ինչ-որ կղզի վրա իտալական կամ իսպանական կամ կլինես սկանդինավական պետություններում, ճանապարհները բաց են քո ծանոթների համար։ Շնորհակալություն։ Այսինքն ոչ քո, այլ Ես անգամ դատակ ձեռներով կգամ, անդե գնումներ կանեմ, կուղարկեմ post-ով։ Հայկ ջան, ես ճիշտ ասած ուզում եմ նաև շնորհակալություն հայտնեմ, որ դու հենց առաջի օրվանից միտքերս կիսեցիր, ինքը ոնց որ կլուչավոր պահեր իմ համար, նաև Հայբայսի համար, նաև այն մարդկանց համար, ովքեր որ հիմա օգտվում են, քանի որ եթե ինքդ մենակ ես լինում, մի քիչ ավելի դժվարություն է, բայց եթե միտքդ կիսում ես, ինքը ոնց որ արդեն ավելի հետաքրքիր է դառնում այդ զուգահեռ մտքի հետ շարունակել։ Հա։ Իհարկե, մեծ սիրով։ Իսկ ինչ պլաններ ա լինելու հետո։ Նոր քայլեր պետք է անենք, նոր ուղղություններ, մեր հիմնարկի համար նոր, ոչ թե շուկայում, բայց ինչ որ progress պետք է ապրենք ու իրականացնենք։ Պարտադիր մասն է մշտական progress-ը մնալը։ Այո։ Դա կլինի ուղղություններ կամ ընդլայնել ընդհանուր մեր ծառայությունը տարբեր մարզերով կլինի, թե տարբեր հատվածներում Հայաստանի մասշտաբով։ Մտիր։ Ոնց որ ասում են ժողովուրդ ջան, մի հապաղեք, բազմամիլիոնանոց ապրանքային շուկային հասանելիություն, այո, գերարագ, ապահով եւ շահավետ տարբերակով։ Հայբայս։ Անիրականը արդեն իրական է։ Շնորհակալություն։